Մինչ այս շաբաթվա նույնը կպատրաստեի ես պատմությունը կարդացի, որ սրտիս տվավս անպայման ասիկա պիտի բաժնեկցիմ, ով կճանչնա Դեմոս Շաքարյանը, հերույեն, Դեմոս Շաքարյան, ասի հայ չարթեն ազադած, բայց ոչ թե չարթին եղածը դեսած, հավա չարթեն առաջ Աստծո խոսքով հերացած, գնաց Ամերիկա Լոս Անջելես եւ ոնդե դարձավ մուլտի մեծահարուստ մեկը եւ ինքը հոգեվոր մարդ է Դեմոս Շաքարյան չեմ գիտեր եթե դակավին ողջը չնայեցա դիգա բայց գիտեմ որ հրճագավոր մարդ է եւ ինքն ալած Դեյվիդ Հադսոնին պես մեկը դարձավ Ամերիկո մեջ եւ ստեղծեց Full Gospel Businessman Fellowship խումբը որ բոլոր բիզնեսմենները հոնգուքան եւ իրենց նույնպես ինչպես Դեյվիդ Հադսոնը գնե ինքն ալ նույնը գնե բիզնեսներու հայր դարձավ, մայր դարձավ եւ նույն ադենալ ինքը գրծավ աստեցություն բերել իր դոմենի մեջ։ Աս մարդը հայ էր։ Բայց աս մարդը իր պատմությունը կբատնի իր քիրքի մեջ եւ հոնգե է որ աս մեկը քաղեցի։ Հետեւաբար գսե նախքան չարթը լար իր մեծ հայրը վրընդվեցան Երևանի մայրաքաղաքեն։ Ինչու որովհետեւ իրենք Պենտեկոստի Փոխկագանի շարժումի մեջ էին եւ հոստե արաքելական շարժումը իրենց վրընդեց։ Հետեւաբար Հասան Քարակալլա Արարատյան Տաշտին մեկ գողմն է քյուղ հոնանցան եւ հոնդե բոլոր անոնք որոնք գվրընդվեին աս բաժարով հոնդե գահավաքվեին եւ հոնդե կացին այնտեղ հաստատվեցան։ Եւ հոն գտնվեր մեկ հատ մարգարեմը հոգեվոր քրիստոնյա մարգարե եւ ասի բադանի էր բզդիկ դարիքով անունը Էֆիմեր եւ ասիգա հայ չէր ասիգա ազեմ ռուս էր ռուս բանը եկած է անցյալ եկած է եւ գմարգարյանը դեր իրեն բանգուդա խոսկուդա եւ դեսիկուդա որ հարաճիգա օրերուն մեծ ահետ մը բիդելա եւ չարտ բիդելա եւ այստեղեն պետք է դուրս ելը ժողովուրդը բայց նախքան ինքը այս մեկը հայդարարե ինքը քրել գարտալա չեր գիտեր մեգումը քրել դվավ նամակի մեջ տրվեցավ եւ դերը ասավ ես քեզի գսեմ այն օր եւ պիտի հայդարարես ասիգա եւ մոտ 50 բամը դարի անցավ 58 կամ 7 տարի անցավ եւ դերը ասավ հիմա է ժամանակը եւ ելավ սկսավ հայդարարել ասավ որ բոլորն ալ աշ շրջանի մեջ են պետք է ցկեն երթան թե ոչ մեծ գոտորած պիտի ելա եւ պիտի գործին եւ ասավ թեպի ամերիկյո գոմը պետք է երթակ եւ այդպես է որ Դեմոս Շաքարյանն ի վերջո գնաց շատեր վրան խնդացին ասին չէ հիմա բադանի եղած ադենը մարգարեությունը ստացել է եւ հիմա գելե որ ամենուս ասիգա խոսի ով է որ ասենք արժեք չի դվին, բան չի դվին եւ շատեր կամենացին մաս մնա ընտանիք շալգվեցան եւ հաստատվեցան Ամերիկա եւ 1855 թվական կամ 95 թվականներուն գլա եւ արդեն ինչպես գիտեք 1913, 14, 15 արդեն մեծ աղետ եղավ եւ 1.5 միլիոն հայ չարթվեցավ եւ ով որ գար Քարակալլայի մեջ բոլորը բնաչնչվեցան բոլորը մեռան մեկը չմնաց so Աս պատմությունը ինձ ցույց կտա թե ինչապ կարևոր է Աստծո ցայնին սկայունը լաս եւ Աստծո ցայնին պատրաստ լսել եւ անոր հնազանդել եւ հավատացյալ մը առանց Աստծո ցայնին շարժելով օգուտ չտեսներ օրհնություն չտեսներ հավանաբար վնաս կտեսներ վստահ եմ շատեր կա ունդե որ Քարակալլային աստվածավախ մարդիկ էին բայց արժեք չդվին Աստծո խոսքին Եթե իրենք սկայունը լայն Աստծո ցայնին, իրենք պիտի լսեին այդ ցայնը։ Իրենց սրտի մեջ ադիգա պիտի հաստատվեր, բայց իրենք փաթ չէին Աստծո ցայնին լսելով հոմ մնացին եւ ադոր վնասը դեսան։ Ասկե ժամանակը առաջ մեր քույրը Սուզանը երկու շաբաթ եղավ, հանգած քիշերով գուզես տուն բատմել, երկու մեկ հատ դու բատմե։ Մեկ հատ մայկրոֆոնը բացեք։ Եցի, մեկ դեր չգա։ Ասի երկրորդ մայկրոֆոնն է։ Չգա։ Եցի ասի ուրցի։ Լավ, մեկ հատ քո անուն դասա։ Սուսանա։ Մոդեցլու։ Սուսաննա։ Եվ մեկ հատ պատմի ինչ է արկես երբ։ Մենք ամեն օր մի քիչ ուշ էինք քնում։ Ամսի 2 օրներ։
Զգացինք, որ երեխեքը անդադ քնել են ուզում, ասի այ բալամուր եք, այս ժամին քնում, բա պիտի քնենք։ Տատի, մի տեսակ ենք, քնենք, աս դե որ քնում եք քնում։ Ես էլ քնեցի, բայց անեց քնեցի, որ դուրը ուժեղ ծեծում են, ուժեղ, այս դմ։ Հիմա ուզում են, որ բարձրանամ, անկողնությունեմ, չեմ կարողանում։ Ու այդ ձենը լսում եմ, նորից դմ։ Զգացի, որ դուրը փակ վիճակում, ինչ որ մեկը մտավ ներս, այստեղիցս բռնեց, ստենց ինձ, ստեղիցս շատ թեթև ու հանգիստ, ինձ բարձրացրեց, բերեց լուսամուտի մոտը, լավ տեսնում եմ, լուսամուտը բացեց, ինձ կախեց այդ, ու սկսեցի խորշը շնչել, սկսեցի ղրժալ, բայց թեկվա տեսնեմ մարդ չկա, այդ Հիսուսն էր, լրիվ իմ աչքով տեսա, որ ինքը ներս մտավ, բայց ես չեմ կարողանում ալնեմ, ինք ինձ տեղից բռնեց, բարձրացրեց, լուսամուտի մոտը տարավ, նորի արդեն շուխուրը, որ ընկավ հարևաններս եկան, գազը բաց էր մնացել, փոք էր բանից քիչ, այտենց հոտը տարածել էր խեղդում են, եթե Հիսուսը չգար, դուրը չծեծեր, մենք հիմա չկայիք, իրոք չկայիք, անենց ուժեղ գազը լծվել էր, խեղդվում էին երեխեքս, Հիսուսը փրկեց իմ բալիկներին, ես այտենց բան, ասում եմ, էդ ինչ ձև էր դուրը ծեծում, ինչ ձև էր ծեծում, ուզում էր ինձ արտանցներ, բայց ես չէի կարող, ես զգում եմ, որ դուրս է, ես չեմ կարողանում անկողնուց գլուխս բարձրացնեի, Հիսուսը ինձ օգնեց, ամեն, Հիսուսը անունից, Մերսի Սուզանա, գրեսեք ինչապ կարևոր է Աստուծո ցայնը լսել եւ Աստուծո ցայնը քեզի հասնի, ինքը հավատացյալ է Աստուծո գսիրը մեկը զգացած չունին այստեղ, բայց պետք է որ Աստված հետը խոսեր եւ ինքը պետք է ռադիկալ լսեր եւ Աստված իրեն շարժեր եւ այսպես շատ դեպքեր եղած է որ հավատացյալներ դարված իրենց առօրյա կյանքեն Աստուծո ցայնին ըսկայուն չեն եղած եւ վնասներ տեսած են գնաս եւ այս սուրբ հոգի մեջդ գաբրի մխիթարի չդե քեզի ուղողն է քեզի առաջնորդողն է եւ հետ իրեն չհարցնես եւ աբիս կյանքը քու հասկացածիդ եւ քու տեսածիդ համացայն ինչակ վնասներ կնասես դերը որ իմաստունն է եւ գիտե ինչ պիտի կա գիտե ինչը քեզի համար լավ է կենա քեզի ուղել քեզի իսե որ աս ջանաբարով գնա չեմը փոխանակ երթած ջանաբարով ուր քեզի վնաս պիտի կա so այսօր հետեւյալը բիտնեմ մի քանի բաժարներ բիտնամ թե ինչու համար Աստծո ցայնը կարևոր է լսես արդեն իր վկայությունը մեզի բավական ուժեղ բաժար տվավ չեմը դուրը ծեծել Եվ լսեցի ռադիկա Սամուելալ իր գարքին հանգարց Սամուել այնքան հստակ էր իրեն համար որ քնած մեծ քահանային մոտ եւ իրեն ասավ ինձի կանչեցիր ասավ նո ես քեզի չի կանչեցի ասավ եւ երեք անգամ եղավ միջև որ հասկացավ որ ադի դերն էր եւ ասավ որ քնա հաջորդին եւ որ լսես նույն անունդ կգանչվի եսի դեր ես այստեղ եմ քո զարադը այստեղ է եւ այդպես իր առաքելությունը սկսավ so ամեն ինչը գախված է քու Աստուծո ցայնը լսել են դա Հիսուս կսե Աստուծո ըրածները տեսնել են գսե ես գնեմ ինչ որ գտեսնեմ հայրը գնե եւ գսեմ ան ինչ որ գլսեմ հայրը գսե Ադորամար գսե իմ վկայությունս մարդկային չէ թե մարդկային վկայող ունեցած եմ գսե որ Հովաննես մգրդիչը գմեջբեր է բայց անգե շատ ավելի մեծ վկայող ունիմ գսե ինձի համար որ իմ կորձերս են որ հոր անունը կփարավորեն եւ հայրը այդ կորձերուն յետևն է որ ցույց կտա թե ես ով եմ ասին վկայողը հայրն է իր միջոցով բայց եւ այնպես ինչ է բաժարը որով ինքը Աստծո խոսքով գշարժեր ոչ թե քրված խոսքով հաբա լսված խոսքով քրված խոսքը ինքն է մարդացած է բայց լսված խոսքով ալ գաբրեր դեսնված հոր դեսածով գաբրեր եւ ասելով ինքը բդու կդեսներ so անհրաժեշտ է որ մենք ալ ասպես Աստուծո ցայնին ըսկայուն դառնանք եւ մարզենք մեր անձերը Աստուծո հետ ապրելու քան առանց իրեն որովհետեւ շահը մեծ է եւ ադոնամար քեզի սուրբ ոգին դրվեցավ նույն ադեմ Okay so առաջին բաժարը թե ինչու համար ես պետք ունիմ Աստծո ցայնը լսել
որովհետեւ իրեն հաջելին ընեմ եւ իրեն հաջելի եմ։ Մասպես ասեմ եկա փարակիզմը կամ փագակիզմը բանամ այստեղ, դու արդեն հաջելի ես ասում։ Որով Հիսուսն տունեցիր, հավատացիր, Սուրբ Օքին ստացար, հաջելի չլայրն է Սուրբ Օքին մեջ դի չլար արդեն։ Տուն դարձար դաջար Սուրբ Օքին։ Հիմա կվենե արդեն հաջելի ես, բայց հաջելին ընելն ալգա, որ միան գուկա Աստծո ցայնը լսել են իրականության մեջ։ Իհարկե առաջին բաժարը Աստծո ցայնը լսելուն համար անալ որ իրեն հաջելին ընեմ։ Մատթեոս 3:17-ի մեջ հայրը վգայե Հիսուսի մասին ասելով դա է իմ սիրելի որդին, որ ունի իմ բարեհաճությունը։ Քեցի եմ բարերը։ Բայց ինչ է բաժարը, որ Հիսուս այսքան Աստծո բարեհաճությունը շահած է։ Եթե նայես Հովանու 5:19 Հիսուս կսե ճշմարիտ եմ ասում ցեզ, որդին ինքն իրենից ոչինչ անել չի կարող։ Եվ շատեր գա այս համարը գարնեն ասելու որ հնդեսար Հիսուս ուրեմն Աստված չէ, որով չի գրնար լալ Աստված լա եւ չի գրնար փամը չնել։ Գմորնան որ Հիսուս իր փառքը մեկ գոմ դրավ, Աստվածությունը մեկ գոմ դրավ եւ իբրև մարդ իջավ աշխարհ եւ ապրեցավ։ Սո ճշմարիտ եմ ասում ցեզ, որդին ինքն իրենից ոչինչ չի կարող անել։ Եթե չտեսնի այն ինչ հայրն է անում, որովհետև ինչ որ նա է անում, որդին էլ նույնն է գործում։ Սո Հիսուսը լալով հանդերձ, Աստծո որդի լալով, ինքնությամբ Աստծո որդին է, բայց առանց դեսնելու հայրը ինչ կնե փամը չերներ։ Ինքն իր դեսածինալ չի վստահեցավ հորը իրեն ցուցածին եւ ադոր ամացային շարժեցավ։ Եվ մեզի ցույց տվավ մենք ինչպես պիտի քալենք։ Ադոր ամար է որ իր խոսքի իշխանությունն էր։ 12:49 Հովաննես գսե որովհետև ես ինքս ինձնից չեմ խոսել, այլ հայրը որ ինձ ուղարկեց, նա է ինձ բադվիրել, թե ինչ պետք է ասեմ եւ ինչ պետք է խոսեմ։ Գտեսնես։ Հայրը իրեն ասած է ինչ պետք է ասե եւ ինչ պիտի խոսի։ Այս շաբաթ ես Թորոսին է 15 գնեի եւ գխոսեինք որ եւ որ պիտի լես բատկան բիդաս ամեն չանկրե եթե պետք է նույնիսկ զոմնես որ Աստծո աչև գնաս եւ Աստված քեզի ասե ինչ պիտի խոսիս, Աստված քեզի ուղե ինչ պիտի ասես եւ ինչ պիտի խոսիս, որով անխոսն է որ հովանավորված է Աստծո հոգիով։ Դու մնա շատ խոսքեր խոսիլ, ասկե երկու շաբաթ առաջ էր չսխանին Բադվելինը ջովի մեջ է եւ Բադվելին հետեւյալը ասավ հարյուրավոր նյութեր ունի ասավ, որտեղ մինչև այսօր չեմ կարողացած։ Հարյուրավոր նյութեր։ Մինչև այսօր չեմ կարողացած, որովհետեւ Սուրբ Օքին իրեն չի առաջնորդած այդ նյութը խոսի։ Ինքը արած է ներշնչումը, պատրաստած է մեկ գոմ դրած է, բայց չի խոսիր այդ նյութը, որովհետեւ դերը չէ ուզած որ այդ նյութը խոսվի։ Գնաս երևակայել։ So Աստծո խոսքին հիման վրա շարժիս եւ ինքը քեզի գսե ասի խոսիր, անիկը խոսիս, որով անխոսն է որ հովանավորված է։ Եվ դու նад հովանավորությունն է որ ուզես, որով վգայողը դուն չես, վգայողը ինքն է որ քո միջոցով պիտի լինի։ Եթե դու պետք ունես այդ հոգեվոր գրնագը իրականության մեջ։ So ես ինձնից բան չեմ խոսել, այլ հայրը որ ինձ ուղարկեց նա է ինձ բադվիրել թե ինչ պետք է ասեմ եւ ինչ պետք է խոսեմ։ Հիսուս շատ բաներ գրնար խոսել, երկինքեն եկած է ի վերջո, շատ բաներ գրնար խոսել, բայց չխոսեց անոնք, միան ինչ որ Աստված իրեն դվաբանում խոսեցավ։ Հովանու 8:29-ը մեզի ցույց կտա, թե ինչու համար մեր Տեր Հիսուս Քրիստոս հոր բարեհաճությունը շահած է, ով ինձ ուղարկեց ինձ հետ է ասավ Տեր Հիսուս։ Ինձ մենակ չի թողել, որովհետև ես միշտ անում եմ այն, ինչ նրան հաճելի է։ So Աստծո խոսքով գշարժեր, ինչ որ գլեսեր ադի գխոսեր, ինչ որ գտեսներ ադի գներ, ասելով հաճելին գներ։ Գտեսնես, քանի հոր գամքը գներ, հաճելին գներ։ Եվ Աստծո բարեհաճությունը շահած էր։ So ասի առաջին բաժարն է, թե ինչու համար ես պետք ունիմ Սուրբ Հոգու ցայնին սկայնուն լալու եւ Սուրբ Հոգիով շարժելու եւ առաջնորդվելու։ Դե Հիսուս հրավ ինչ որ հայրը սավնե եւ միշտ ինքը սկայուն էր եւ արթուն էր, թե հայրը հիմա իրեն ինչ կսե եւ ինչպես կուզենք շարժի։ Մենք Հիսուսին գսիրենք, մենք Աստծո գսիրենք, ինչպես Հիսուսը Աստծո գսիրեր, հոր գսիրեր, բայց որովհետեւ ես հաջելին ընեմ իրեն,
ես չեմ գնար իմ ուզածը սնել եւ ակնկալել որ ինքը հաջի անորմով։ Ճիշտ ինչպես որևէ զույգեր, որ միասին գմոդենան, գջանչնան մեկը մյուսին սիրածը եւ անոր հաջելին բանը գնե ինքը։ Գնա շատ անգամ իրեն համար ադի հաջելի չէ։ Գրնալալ իրեն համար ադիգա զուր է։ Գնա իրեն համար ադիգա միկին նույն զայրեն չանցնիր։ Բայց որովհետեւ ինքը գսիրե այդ մեկը իրեն համար հաջելին է, ինքը ադիգը սկսի ինել եւ լման ցանկնալ գուղե, որովհետեւ ադիգան է, որովհետեւ իր սիրահարին ադիգա հաջելի է, ադիգն է։ Ես չեմ գնար ես իմ ուզածը սնել եւ Թամարին ասել, իմ գնոջս ասել, որ պետք է ընդունիս ինձ, ինչպես որ եմ, պետք է ուրախանաս ասոնցմով, որ ես գնեմ։ Նո, ես պետք է ճանչնամ Թամարին համար ինչ է հաջելին եւ Թամարին համար ուզածը անեմ, որովհետեւ ինքը հաջի անգ է։ Ճիշտ նույնպես է Աստծո խոսքը, Աստծո ցայնը։ Ես պետք է Աստծո ցայնը լսեմ, հասկանամ ինչ կուզե որ ես ունեմ, ինչն է իրեն համար հաջելին եւ հաջելին ունեմ, որովհետեւ հաջելին ես իրեն համար հաջելի եմ, բայց հաջելին գնեմ իրեն եւ որ ես իր ուզածները սկսեմ անել, իր ուզած ցևով։ Ոչ թե իմ աչքից շիդակ երևցածին պես։ Համար մը գարագածի մեջ կսե մարդուն շիդակ երևցածը իրեն անգումի գտանի։ Աչքին շիդակ երևի, բայց վերջավորությունը անգում է գսե։ Դեպաբար պետք ունենք այդ ցայնին։ So ինչպես ես պիտի իրեն համար հաջելին ունեմ, եթե նախ ես պիտի սկայուն չլամ եւ իր ցայնը պիտի չլսեմ։ Չէ՞։ Հիմա այո կրված խոսքը կա, հոնգե կսկսենք բոլորս։ Բայց առօրյային մեջ շարժազադենից մենք պետք ունենք ան խոսքին բաժարով սկայունը լալու, որովհետեւ երբ որ խոսի քեզ եթե պետք է թուրը զարնե, որովհետեւ թուն ոտքի ելես, կամ քեզի ոտքի հանե եւ քեզի ուղե։ Որևէ սիրահարվածներ կամ ասեմ ամուսնացած զույգեր, բսակված զույգեր, որպես իրենց հարաբերությունը մնայունը լա, երեք բանի պետք ունին։ Կովդ կրե։ Լավ փոխադարձ հաղորդակցություն։ Լավ փոխադարձ հաղորդակցություն։ Հաղորդակցություն ինչ է իրար հետ կխոսին, բնական է, չէ՞։ Եթե հետ չխոսին իրար հետ, կանթվեցավ արդեն այդ հարաբերությունը։ Սա արի առաջին կետ, պետք է հաղորդակցություն լա, բայց պետք է փոխադարձ հաղորդակցություն լա։ Չէ՞։ Ինքը խոսի, եսա կխոսին։ Զույգեր կան, միան մեկ օքի կխոսի, մյուսը միան մտիկ կնե։ Ադա չի հաջողիր։ Երկուքը պետք է խոսին, իրար պետք է հասկանան, իրար պետք է իրենց սիրածները, իրենց չսիրածները հայտնեն եւ այլն, պետք է խոսին իրար հետ։ Նույնիսկ ինչպես Աստծո հետ էլ, այդպես է, պետք է լավ փոխադարձ հաղորդակցությունը լա, որովհետեւ իմ եւ Աստծո միջև հաղորդակցությունը, հարաբերությունը մնայուն եւ զորավոր հիմերու վրա լա, որով ինքը պիտի խոսի, ես պիտի լսեմ, ես պիտի խոսեմ, ինքը պիտի լսե եւ ասպես հաղորդակցություն կա լավ փոխադարձ հաղորդակցություն կա։ Թե ոչ հաղորդակցությունը միագողմանի գլա եւ ադա վնաս կբերե, իսկ երրորդը լավ պետք է լա, ինչս է լավ։ Պետք է խոսի, եթե ես Սուզանի հետ ուզեմ լավ հաղորդակցություն հիմնել, ինքը խոսի հետս, հիմա ես ի վերջո պիտի խոսիմ, բայց նախքան ես խոսիմ իրեն պետք է մեդի գնեմ։ Իրեն պետք է լսեմ, որով գրնանք փոխադարձ հաղորդակցիլ, բայց եթե իրար չենք լսեր, նորեն դեղը չենք հասնիր։ Չէ՞։ Պետք է խոնարհ լամ, հեզը լամ, որ թիմացին լսեմ եւ ագանչը սպանամ, որ հասկանամ իրեն եւ ոչ թե իրեն լրացնեմ, այլ եսի մսածը սեմ։ Գսամիքս բարձել։ Ադա վնաս է։ Թիմացին ջզված գլամ, թիմացին վիրավորած գլամ եւ որ ես այդպես շարժիմ։ Իրականչամը չի հասկացար ալ իրեն, որովհետեւ թուն ուզեցիր ինքը լրեալ լսածը դասես։ Իրեն արժեք չի դվիր։ Եվ թիմացին դա շատ անգամ կսկա դիգա։ Նույնիսկ եթե ագազես ադյան ինքը չսկաց, ինքը կսկա։ Դեպի պետք է լավ փոխադարձ հաղորդակցությունը լա։ Եվ երբ որ Աստծո ցայնը լսեմ այսպես եւ հաղորդակցության մեջ եմ իր հետը, ես կսկսեմ հաջելին անել։ Ադորամար կարևոր է անհավատացյալը, որ Սուրբ Օքիով չի առաջնորդվիր եւ Գաբրիկ յանքի իր աչքին շիդակ երևցածին պես չի գրնար իրեն համար հաջելին անել։ Եվ հաջախ պիտի տեսնեմ որ սխալներ գնեգոր։ Կամ նույնիսկ եթե ալփամը գնեգոր որ քրավոր ցևով շիդակ է, բայց բդուղ չի գա։ Բդուղը չերևի որ։ Հետևաբար կտեսնես Դեր Հիսուսի շարժած ցևը ինչպես էր։ Դեր Հիսուսը գնար առանցին անել ամեն ինչ։ Իննալ Աստված է ի վերջո, չէ՞։ Գնարի ուզածը խոսել։
Գնար իր ուզածը անել, բայց այդպես չրավ։ Երկրորդ բաժար, որովհետեւ հստակ առաջնորդությունը ստանամ։ Ազոտ ցայնը լսելուն կարևորությունը երկրորդ բաժար, որովհետեւ հստակ առաջնորդությունը ստանամ։ Եսայի 30:21 կսե, աս համարը քեզի սրդիդ պետք է լավ դպչի։ Գսե, երբ աջ գոմը գնանք, կամ երբ ցախ գոմը գնանք, քո ագանչները քո հետևից լսելու է մի ցայն, որ գասի, սա է ճանապարհը, գնացեք այս ճանապարհով։ So երբ ցախ կերտամ կամ աջ կերտամ, Եդևես ցայնը պիտի լսեմ, եթե արթուն եմ։ Եդևես ցայնը պիտի լսեմ, որ Սուրբ Հոգին ցայնն է, որ ինձ պիտի ասե այս է ճամփան, որ մոտ ես պիտի երթամ։ Եվ այդ ճանապարհով կերտամ։ So հստակ առաջնորդություն։ Այս է ճանապարհը։ Ով պիտի ուզե որ Աստված իրեն այդպես խոսի։ Այս է ճանապարհը։ Չեմը։ Դեր շվարած եմ աչ մի երթամ, ցախ մի երթամ, վար մի իջնեմ, վեր մի ելեմ, ուր երթամ, հազարը ճամփա, այս է ճանապարհը։ Այդ հազարը մեկ հատ քեզի ցույց կտա, եւ քեզի կսե այս է ճանապարհը։ Հովանու 16-13 Սակայն երբ նա ճշմարտության հոգին կա ցեզ գարաչնորդի թեպի ամբողջ ճշմարտությունը, երբ Սուրբ Հոգին կա ինչ պիտի է, պիտի առաջնորդե ինձի ամբողջ ճշմարտության, որովհետև ինքն իրենից չխոսի, այլ գասի ինչ որ լսի եւ քալիք բաների մասին կպատմի մեզ։ Ով գուզե քալիք բաներու մասին գիտնալ, սկիզբեն։ Չէ՞։ So ադոր համար եկած է, երբ քագս է որ քեզի ասում պիտի պիտի առաջնորդե քեզ ամեն ճշմարտության, so հանգած սուտ գերձ ճանապարհներու վրա պիտի չտեսնես քեզի, ճշմարիտ ճանապարհին վրա պիտի գտնես քեզ, պիտի ուղղե քեզ, պիտի առաջնորդե քեզ, եւ նույն ադենալ պիտի խոսի քեզի բաներ, որ ապակայի հետ կապված է։ Երեմիա 33:3 կսե կանչիր ինձ եւ ես քեզ կպատասխանեմ եւ ես քեզ մեծամեծ ու խորհրդավոր բաներ պիտի պատմեմ, որոնք դու չես իմացել։ Սա բաները որ չես գիտեր, բաները որ պետք է գիտնաս եւ չես գիտեր ինչ պետք է գիտնաս, շատ անգամ չենք գիտեր ինչ չենք գիտեր։ Ինք գիտե ինչ որ դու չես գիտեր։ Եվ քեզի մեծամեծ եւ խորհրդավոր բաները պիտի պատմե, որ դու չես գիտեր։ Բայց գսե որ գանչե ինձ եւ ես քեզ պատասխանեմ։ Գանչե ինձ, գանչելը ասանք թաղին ծայրեն գանչելուն չի նմանի։ Կամ բրչամուդի ճանապարհներում մեջ են մեգուն բալկոն գանչելուն չի նմանի։ Բադշկամեն, չէ՞։ Այդպես չէ, գանչելը գանչելու գեցվածքն է, որ իր սրտովը գագե որ ազո, գանչե որ ազո եւ Աստված իրեն պատասխանը պիտի տա։ Այսօր շատ մարդիկ կան, որոնք social media-ի վրա գելեն եւ կսկսին քարոզել քեզի։ Այսօր շատ թյուրին է որ ամբիոն ունենաս։ Հա? Մեկ հատ կամերա բեր, հավանաբար սելերը դա արդեն բավարար կորձը գնե։ Թիր կամերան, սկսիր live ելնել եւ խոսիր։ Social media-ելար, ահա քեզի ամբիոն։ Շատ թյուրին է որ մարդիկ այսօր ամբիոն ունենան եւ քարոզեն, բայց վադը գա եւ լավը նա։ Ինչպես մի գիտնաս որն է վադը, որն է լավը։ Ասես ավիտ ազո խոսքեն։ Okay։ Շատերը ազո խոսքով խոսին, սատանան ակիդ է ազո խոսքը։ Չեմ։ Այսում պետք ունի ազո հետ մդերմություն մշակածելաս եւ իր ցայնին արթուն լաս, որ սրդիտ մեջ վգայի է, դե շիդակ խոսի կամ սխալ խոսի։ Մեջը պետք է վգայությունը լա, որ գիտնաս։ Դե ոչ գնաս տուն խապկանքի ընթարգվել։ Սոնորեն կարևոր է ազո ցայնը լսեմ, որովհետեւ խապկանքի չեն տարգվին։ Դեր Հիսուս սավ կամ ավելի շիրագ արաքյալներեն Բողոս արաքյալը սավ, որ վերջին օրերուն նույնիսկ մեծերը, երեցները, հասունները պիտի գործին գսե։ Մեջերնեն պիտի գործին։ So գնաս երևակայել մեկը որ գնաս սե որ անգարելի էր ասիգա բղդորեր ճանապարհեն ելնել, բայց ելավ, որովհետեւ ազո ցայնին սկուշ չէր, արթուն չէր։ Եվ սխալ ճանապարհ բռնեց, եւ ադոր յետևեն քնած, եւ ադոր վնասները սկսավ տեսնել։ Իր աչքին երևցածին համացայն շարժեցավ։ 4 կողմից շատ ցայներ կան, որ մեկ ցայնն է շիդագը։ Ընտանիքդ քեզ հետ կխոսի։ Գեսուր հայրդ, գեսուր մայրդ քեզ հետ կխոսի։ Զույգդ քեզ հետ կխոսի։ Կորզադերդ քեզ հետ կխոսի։ TV-ն քեզ հետ կխոսի, social media-ն քեզ հետ կխոսի։
Սատանան քեզ հետ կխոսի, թևերը քեզ հետ կխոսին, Աստվածը քեզ հետ կխոսի։ Որն է շիդակ ցայնը։ Աս ամեն ցայներում մեջ են, որն է Աստծո ցայնը։ Չէ՞։ Պետք է Աստծո ցայնին արթուն լամ եւ զգուշ լամ, որով աս բոլոր ցայները ինձի գորուստի պիտի դանի, միան Աստծո ցայնը, որ ինձ համար լավությանս պիտի հասցնե եւ բդուղի պիտի հասցնե։ Իրականության մեջ լուրջ հոգնեցիչ ատքան ցայներ լսես, մեկը պետք ունի ասես փոզնել, պետք է հավանաբար maybe ձոմնես, որովհետեւ մեկը զերոյանա ամեն ինչ, հաշիվը զերոյանա, սեղանը մակրվի, բոլոր այդ քողերը, լումայափոխները ամենը վրընդվին, դաջարեն դուրս ելեն, որովհետեւ Աստծո ցայնը ալես հստակել է եւ գարնաս իրեն լսել։ Երրորդ բաժար, թե ինչու համար Աստծո ցայնը կարևոր է դեսեմ, որովհետեւ ես իմ գոչումս ավարտին հասցնեմ։ Կամ հաջողիմ իմ գոչումից մեջ։ Եթե նայես թվոց 20-րդ գլուխ, պիտի տեսնես թեփը, որ եղավ Մովսեսի եւ ժողովրդին հետ Իսրայելի, անաբադի մեջն են ճուր չգա, իր քույրը մեռած է, ճուր չգա, եւ ժողովուրդը դրդնչալու սկսան։ Եվ Մովսես Աստուծո առջև գեցավ եւ Տերը խոսեց Մովսեսի հետ եւ ասավ. «Արքավազանը դու եւ քո եղբայր Ահարոնը հավաքեք ժողովրդին եւ նրանց աչքերի առաջ ասացեք աբարաժին եւ նա գդա իր ճուրը»։ So Տերը ինչ ասավ իրենց. «Գսեք այս ժայրին, աբարաժին գսեք եւ ադիգա պիտի դա իր ճուրը։ Դու աբարաժից ճուր գահանես, նրանց համար գխմցնես ժողովրդին եւ անասուններին»։ So Աստված իրենցավ գսես աբարաժին որ ելնի։ Մովսես արավ քավազանը դիրոջ արջևից, ինչպես որ նա բադվիրեց իրեն։ Մովսես ու Ահարոնը ժողովուրդը հավաքեցին աբարաժի դիմաց եւ Մովսես ասաց նրանց. «Լսեք հիմա, ով աբստամբներ, այս աբարաժից ճուր հանենք ցեզ համար»։ Եվ Մովսես իր ցերկը բարձրացրեց ու քավազանով 2 անգամ զարգեց աբարաժին։ So Աստված ինչ ասաց էր Մովսեսին. «Գսես, խոսե աբարաժին եւ անիգա ճուր պիտի դա քեզի»։ Գածես մարդը լար։ Աբարաժին այդ խոսե գսե եւ ինքը իր ճուրը պիտի դա քեզի։ Բայց Մովսես ինչ արավ, քավազանով զարգավ։ Մովսես իր ցերկը բարձրացրեց, քավազանով 2 անգամ զարգեց աբարաժին եւ արած ճուր պխեց Փարքազո, ժողովուրդը պետք ուներ զարավերևի վերջո պիտի լար դերը իրենց ողորմեց իրականչամեց եւ ժողովուրդը ու նրանց անասունները խմեցին, բայց դերը Մովսեսին եւ Ահարոնին հետեւյալ ասավ. «Քանի որ դուք չհավատացիք ինձ, որբեսի սրբացնեք ինձ Իսրայելի որդիների աչքերի առջև, դրա համար դուք այս ժողովրդին չեք դանի այն երկիրը, որ ես տվել եմ նրանց»։ So իրենց գոչումը փոխվեցավ։ Գտեսնես, գոչում ուներ Մովսես իրենց խոստացված երկիրը դանելու։ Եվ գդրվեցավ անգին ինքը։ Որովհետև Աստծո ցայնին ինքը զգուշ չէր։ Աստված ասաց էր գսես ինքը չէր ավադի զարգավ։ Գսե չի սրբացուցիր իմ անունս։ Գտեսնես, Մովսես ով կգասկածի, որ Մովսես Աստծո գսիրը։ Բոլորս գիտենք Աստծո գսիրը։ Հարստությունը, թակավորությունը մեկ գոմ թրավ Եգիպտոսի, որովհետեւ Աստծո գամքը ներգրի վրա, չէ՞։ Եվ ինչապ զայրահեղ կնած նույն շատ անգամ իր ընտանիքենա բաժնված ապրեցավ, ինչը որովհետեւ Աստծո գործն է, միլիոններով ժողովուրդ կառաջնորդեր, ամեն օր թադավորություն գներ, սին բիզի էր մարդը։ Եվ նույն ադենալ Աստծո հետ նստող էր։ Եվ ո՞ս սխալեցավ։ Հիմա ճուրը ելավ Փարքազո, բարեփոխտապար ելավ այդ ճուրը, բայց Մովսեսին համար լավ չեղավ։ Սո հավատացյալներուն համար նույնն է, այսօր Աստված քեզի չի բաժերգոր։ Բայց դու Աստծո հաջելին պիտի չնես եւ իր անունը պիտի չկարողանաս սրբացնել երկրի վրա, եթե իր ցայնին իման վրա չի շարժից։ Գնամ մի քիչ բարձր։ Հիմա գնալ աշան անգամ Աստված մեգումը բժշկե։ Մեգումը պետք է դա։ Բայց դագավին դու չրիր անինչ որ Աստված քեզ մե ուզած ենես, ասելով գրնաս գոչումդ վնասել։ Հիմա անշուշտ կնաս Աստծո աչև գնալ ներողություն խնդրել։ Եվ Աստված գսե նոր գդագարանի մեջ, որ խոստովանեք ու սխալները եւ դեր ներգները քեզի եւ քեզի ոտքի գանե Աստծո համար խնդիր չէ որ ինաս Աստծո համար խնդիր է որ քու սխալիտ մեջը ինքնահավան մնաս խստաբարանոց մնաս
եւ ճուզես անգեզիչիլ եւ խոնարիլ։ Հոն է խնդիրը։ Սա Աստծո արչեւ կգնաս ներողություն գսես Աստված իդ գարձես չեղածի վես հետդ գվարվի։ Քեզի իդ կփարսացնի, իդ ճուրին վրա գտնի եւ քեզի ճուրին վրային քայլել գուտա։ Բայց ինձի համար խնդիրը Աստծո գոմեն չէ, Աստված ինձի 100% կսիրե։ Հալ սահման կսիրե ինձի եւ քեզի։ Խնդիրը Աստծո գոմեն չէ։ Բայց եթե ես գուզեմ երկրի վրա Աստծո անունը փառավորեմ, ես պետք է իր ցայնով շարժեմ։ Աս է խնդիրը։ Գնամում մի կզբարձել։ Աստծո հետ ես խնդիր բիչ ունենամ, բայց Աստծո անունը բիչ չի կրնամ փառավորել երկրի վրա, եթե ես իր ցայնով չի շարժեմ։ Աս է։ Դրա համար Մովսեսը լալով որ ձող ջեղկած է, 10 հատ հարված փերած է Եգիպտոսի վրա, իր ցերկով եղավ եւ նույն քավազանը արավ, բայց սա պետք է ասես սա։ Մանչու Մովսես ասանք շարժեցավ, ասի իմ ենթադրությունս է, որով ելից 17-ին մեջը ասանք թե նորեն եղավ, բայց ավելի հին էր ասիգա։ Եվ այն դադեն Աստված ինձ էր գզարնես ժայրին եւ ժայրեն ճուրգելը եւ զարգավ այն դադեն կավազանով մեկ անգամ եւ ճուրելավ։ Okay։ Հավանաբար Մովսես շարժեցավ ըստ ինչ որ առաջ եղած է նույն ցևով։ Ադորամա ռուտինի մեջ ինալը բարդականության մեջ մտնելը մեծ վնաս է։ Աստվածաբաշխություն ռուտին բեք չելա։ Դերը ինձ ասան գսած է 10 տարի առաջ եւ ես հիմա թեր նույնը գնեմ որ այսօր դերը ինչը սա քեզ է ադորամա։ Okay։ Այսօր բահի եկար ամեն գիրագի մենք բահի գուքանք Աստված մեզ ասկսե անգնե բլա բլա։ Աստված քեզ ինչ ունի այսօր դավը։ Աստված քեզ ինչ խոսեցավ այսօր։ Գիտար, ինչ է իր առաջնորդածը, քանի գրնա այսօրվա քեզի ասելիքը դարբեր պիտի ելա, քան 10 տարի առաջվա քեզի ասածը, կամ 1 օր առաջվա քեզի ասածը։ Նա 3 իր ասածը դեղին էր եւ պետք կներ, այսօր քեզի գսե որ աս թաղեմի երթար մյուս թաղեն կնա։ Աշո ռոբոտ պիտի չլաս, կոմպլեքս պիտի չլաս, հարաբերությամբ պիտի ապրես Աստծո հետ։ Շատ բաներ կա որ Աստված քու գամքիդ կծկե, բայց շատ բաներ կա որ գուզե որ դու իր բանովը շարժիս, Աստված մեզի ռոբոտ չէ շինածի վերջո։ Չեմ։ Բայց եւ այնպես միտքը հետեւյալն է, որ գնա Աստված քեզի հիմա այսօր դարբեր առաջնորդություն դա։ Դու նադոր էմոցիան մի շարժիս։ So Մովսես ասխալերով։ Ելից 17-ի մեջ զարգավ, հիմա էլ նույն աբարաժն է, գարձես, նույն կավազանն է, so անենք նույն բանը։ Ադամա ձեսերը վտանգավոր են։ Գրոնական ձեսերը ամեն վտանգավոր են, որովհետև դու չես գնալ նույն կավազանը առնել եւ նույն ժայրին երտած զառնես, հիմա Մովսեսին հետ ելավ ճուր։ Բայց հավանաբար պիտի տեսնես ճուր չել լրգոր եւ հավանաբար պիտի դառնաս հետո բիցես որ այլևս ուրեմն Աստծո գամքը չէ։ Գամբիցես որ առաջ կներ Աստված, բայց հիմա այսօր չներ։ Ինչու՞, որովհետև դու Աստծո ցայնով չես շարժիր։ Դու քու գրոնի շինած գրոնի համացան կշարժես։ Անցյալին ինչ ըրած է, ուրեմն նույնը պիտի լա, նույն ցևով պիտի լա, Աստված գնա ցևը փոխել։ Իր ինքնությունը չի փոխվի, վարդապետությունը չի փոխվի, բայց ցևը գնա փոխվի։ Ալու համար պետք է ես ըսկայուն շարժիմ Աստծո հետ, որ գիտնամ։ Եկեղեցի մեջ ավանդություններ կան, որ շատ անգամ վտանգավոր են եւ դու սուշ պիտի լաս, որ ավանդույթի չի վերածվի։ Նույնիսկ քո աղոթքի բահերը ավանդույթի չի վերածվի։ Շատ անգամներ մարդիկ կփնտրեն այդ ավանդությունը, որով ավանդության մեջ հանգիստը կգտնեն։ Եվ մարդը շատ չի սիրել փոփոխություն։ Գսիրե փամ ասպես, ինչպես որ է, ինքը հավնեցավ ասիգա 1000 տարի ալասանք մնա, պետք չէ փոխվի։ Պետք է ասպես մնա, բայց Սուրբ Օքին քնած։ Աստված քնած, եւ դու թեր դեղդ մնացիր։ Եվ թարերուն տածքին եկեղեցին խնդիրը ասեղած է։ Եվ որ ամեն ինչը այլևս սիստեմի վերածեցին, հadouk արարողության մը դարձուցին, ձեսերու շարք մը դարձուցին, ժողովուրդը սկսան ձեսերը անել, իրենք սկսան ձեսերը մենգա գրնանք նույնը անել, okay, ձեսի վես անել, բայց զորությունը սկսան կորսնցնել։ Okay։ Եթե դու Աստծո ցայնը պիտի չի լսես, եւ աշխատանք պիտի չդանիս լսելու, դու լավանդության գասնես։ Իվերջո։ Քո հավատքդ որքան ագսիրես Աստծո, գրոնական գտարնայի վերջո, եւ չես նա փոխանցել ուրիշին։ Չես նա փոխանցել զավակներուդ։ Իրենց ագրոն գսովեցնես։ Պրոբլեմը որ Մովսես այդ օրվա հրաշքը ըրավ հին օրերուն Աստծո ասածին համաձայն։ So Աստված հին օրերուն իրեն ասած էր ժայրին զարգ,
ինքը այդ օրվա Աստծո սազին համացան չի շարժեցավ, հին օրերունը սազին համացան շարժեցավ, ադոր համար վնասը դեսավ եւ իր գոչումը լման փոխվեցավ։ Սո եթե ես գուզեմ իմ գոչումից մեջ ես գոչումս ավարտին հասնի, ես պետք ունի նորեն Աստծո ցայնով շարժիմ։ Քանի գտնա այսօր Աստված քեզի բան ասած է 5 տարի ելքը քեզի իսե հիմա ուրիշ սովով դինես, ուրիշ սովով դի ուզեմ շարժես։ Ես գտնամ այս գիրագի բահի կալ դերի ինձի բան ասավ, կալ գիրագի բահին կամ Աստված հավանաբար նույնը պիտի չսե ինձի, հավանաբար ուրիշ բան պիտի սե ինձի։ Սո ես պետք է բացելամ իր ցայնին, իր առաջնորդածին, որովհետեւ առնեմ ադիգա, թե ոչ բահերը գիրագիովա բահերը ձեսերու կվերածվի։ Ու կանք ճշտամուն կնենք, կարոզ գնենք, աղոտ կնենք, բայ-բայ։ Ճշտամուն, կարոզ, աղոտ, discipleship, բայ-բայ։ Չեմը, ադան կսկսի ելան։ Հոգին գործընծնես։ Բիչից կեսադիելա։ 4-րդ գետ, երկու գետ մնա։ 4-րդ գետ, ինչու համար Աստծո ցայնը պետք ունի լսելու, որովհետեւ ես արդյունքի հասնեմ ի վերջո եւ հաղթանակը վայելեմ։ Եվ Աստծո մասին մի քանի բան նշեցի, բայց ամենալավագույն օրինակը գտնամ դալ Դավիթի կյանքեն։ Դավիթ բժշտացիները վրան հարցակեցան եւ ինքը թագավոր եղավ։ Խենտացան, որ Դավիթ թագավոր եղավ։ Եվ հարցակեցան Իսրայելի վրա բժշտացիները։ Ինչ ըրավ Դավիթ Աստծո հարցուց։ Հարցագիմ Աստվածով այո հարցագիր։ Հիմա Դավիթ գիտեր, որ բժշտացիները Աստծո կամքը չեն։ Գիտեր, որ ինքը պետք է որ մրսում ես։ Okay. So գիտեր Դավիթ Աստծո կամքը, գիտեր, որ բժշտացիները անթլփադեն եւ Իսրայելի ժողովրդին չեն բնագիր եւ Աստծո ժողովրդին չի բնագիր եւ այլն։ Գիտեր այս բոլոր բաները, բայց գլուխ առնելով մեկն չի արցակեցավ բժշտացիներուն վրա։ Սա որ հա ինչպես քոյաթին չեցի ասորա պիտի չեցեմ, այդպես չրավ։ Գնավ արծուց։ Ուրիմը եւ Թումիմը ուներ։ Կանայվեդը կար։ Գարցնեին Աստծո կամքը ինչ է, հարցագին հիմա, կամ հիմա չի հարցագին։ Եվ Աստծո ադի արծուց, սա հարցագին։ Աստվածով այո հարցագիր։ Ելավ հարցագեցավ։ Ժամանակ մի ետքը հիմա հաղթեց բժշտացիներուն, հաղթական դուրս վերադարձավ։ Հիմա ժամանակ մի հետ նորեն բժշտացիները հարցակեցան իրենց վրա։ Դավիթին չրավ, նորեն Մովսեսին սխալը չրավ։ Չսալ դերը արդեն ինձ իսած էր հարցագիր եղուր նորեն հարցագիմ իրենց վրա, այդպես չրավ։ Նորեն հարցուց Աստծո։ Հարցագիմ։ Սա այո, փայծ։ Ռազմավարություն դվավ, strategy։ Սա գելես տենի Զարին յետևը գնաս։ Մինչև որ դու ոտնակայլերու ցայները լսես, անգետ կհարցակես։ Հիմա եթե Դավիթ ադի չի լսեր, բարդվեր էր։ Բայց ստրատեգի դվավ, ռազմավարություն դվավ։ Իրեն սա ուր պետք է գնա եւ ինչ պետք է անե։ Որովհետեւ ինքը տշնամին գլուխը ծրած դեսնե եւ հաղթե։ Սո հաղթանակի համար եւ արդյունքի հասնելու համար ես Աստծո ցայնին պետք ունիմ։ Հեսուի հետ նույնը եղավ, Երիկովի բարիսվին հետ կապված չէ, Երիկովի բարիսպը այսպես լավ պատած է, այսօր գրնալալ թունալ ունի սաչետ Երիկովի բարիսներ, չեմը, չեն ջեղկը վիրասոնք, թագավորներ հարցակած է մեկը ասոր ձունգի չեպերած, մինչև որ Հեսու Աստուծմե ռազմավարություն արավ, իրենը սա պիտի երտաս ամեն օր դղամարտիկը բادرազմական, արջևը քահանայապետներ եւ այլն, փողերը գնչեցնեն որ ամեն օր մեկ անգամ պիտի դառնաս Երիկովին շուրջը 7-րդ օրը 7 անգամ պիտի դառնաս Երիկովի շուրջը եւ հետո պիտի աղաղեք հիմա ասիգա եթե դու զինվորական մարդոց հետ նստես սեղանի վրա եւ իրենց ցես այս է ռազմավարությունը բոլորն ակեզի ոնդեն դուրս պիտի հանեն որովհետեւ ադիգա նորմալ խելքի բարգելիկ ռազմավարությունը չէ փանագի մթեմ պիտի արցակիս եւ ինչ ցելը 4 կոմ պիտի դառնան եւ պիտի աղաղեն գիվերջում Դա առաջին 7 օրը չես աղաղեր, միան գտարնաս, ետ դետ գերտաս։ 7-րդ օրն է, որ 7 անգամ դառնալ է դիետ պիտի աղաղես։ Լավ 6 անգամ դառնանքն ինչ պիտի լա, 7-րդին անպայման պետք է անենք ասի։ Հոգնեցան գայլևս, չեմը։ Բայց Աստված Ադան գսալեն։ Եվ Ադան գալերին։ Եվ 7-րդ օրը աղաղեցին, 7-րդ անգամ դառնալն են ետքը, եւ ад Երիկոյի բարիսն է, որ չեր փլեր։ Անգարելի բաներ փլավ։ So այսօր Հայաստանի մեջ ունի շատ Երիկովի բարիսներ։ Մարդիկ, որոնք գարձրացած են Աստծո թեմ։ Մարդիկ, որոնք партии без հարանվանության բռնված են, բայց հավատքի կյանք չունին։ Եվ աստվածավախ չեն։ Կգարձեն հավատքով են, բայց հավատքով չեն։ Կան աստվածավախեր,
շատ բացառիկներ, բացառություն կա, բայց ամենահատպես չեն։ Նույնիսկ փոխական հավատացյալներում մեջ գա այսպիսի գրոնական մարդիկ։ Հետևաբար պետք ունի Աստծո ցայնին, որովհետեւ իր երիկովը գդրես։ Շատ անգամ մարդիկ, որոնք անհավատ են, գնալ դարիներով գքարոզես իրեն, եւ դակավին չի ձունգի չեկավ Աստծո առջև։ Աստծո ցայնը լսե, նայր Աստված քեզ ինչ կսե որ իրեն համար, որովհետեւ ած ծևով առաջնորդվիս, որով հավանաբար քեզի գսե հիմա աս երիկովին 4 կոմը 7 անգամ բիթարնաս, որի վեճո աղագես եւ at երիկովի բարիսները փլին, չեմ։ Հեսու ադվեսրավ ժողովուրդ վայելեցին մեծ հաղթանակ հաջորդ գլուխը 7-րդ գլուխ Կայի հարցակեցան, բայց այս անգամ Աստծո չհարցուցին։ Արդեն նոր հաղթեր են Երիկովի բادرազմը, մեծ ուրախությամբ լեցուն, բարիսմը որ չի փլի փլավ եւ անորած ամեն քաղաքը դակնու վրա արին եւ այլն։ Եվ հիմա քիչ մահաճև կացին Կայի քյուղը գա, քաղաքը գա։ Հարցուցին ինչքան մարդիկ պետք ունին հարցակելու ադարնու, ասին շատ բեք չի գա։ Արդեն այլևս ուրած գխոսին։ Շատ բեք չի գա, միան 3000 հոգի գփավե։ Անոնք, որոնք Երիկովի բարիսը փլած դեսան եւ իրենք հարցակեցան եւ հաղթեցին Երիկովը։ Անոնց մեջ շատերը մեռան եւ որ Կայի կացին բادرազմելու։ Եվ մեծ գորուստով ետ վերադարձան եւ ադորամար սուքրին լացին, ինչ է խնդիրը, ինչու համար ասան եղավ եւ ասված Հեսուին հետ կխոսի եւ գսե ուր է խնդիրը։ Բայց եթե սկիզբեն հարցները սկիզբեն պիտի գիտնային խնդիրը, սկիզբեն առաջ կպիտի առնվեր եւ այդ գորուստը պիտի չունենային։ Շատ անգամ ավադացիալներ թշնամին աչև գբարդվին, որովհետեւ Աստծո ցայնով չեն շարժիր։ Իրենց աչքին շիդա գերեցածով կշարժին։ Իմ կյանքիս մեջ միան Աստծո ցայնն է, որ ինձ դվավ կարողությունը, որ իմ սխալներս հաղթահարեմ։ Իմ մոլություններս հաղթահարեմ։ Միան Աստծո ցայնն է։ Շատ բաներ փորձեցի, շատ research-ներ էի եւ on-line ինչեր կգտնես մարդիկ կսեն, նույնիսկ խենթ բաներ կդեսնես, հոգեվորները կդեսնես, խենթ բաներ քեզի գարաչարգեն, որոնես որբեսի գդրվի, ինչ որն է։ Ամենը փորձեցի, ոնես եմ մեծամասնությունը փորձեցի։ Մեկ հատ նա չեղավ ավելի հուսախապ եղա։ Ամեն անգամ ավելի հուսախապ եղա։ Ինչ որ դերոջը արջևը գենալով ազգերին շուրջ, դեր ինձ հետ խոսեցավ եւ ինձ իր ազնվարություն տվավ։ Եվ սա ասպես կնես։ Եվ գիշեմ ամեն անգամ որ իր սալձին ամացան շարժե եւ դերը մեկ հատ անունս կանչեր Դավիթ։ Բեկչուներ երկար նախտասություններով, բեկչուներ ամենելու միան գանչեր անունս։ Եվ իր ներկայության արջև կգենայի։ Ամեն ինչ որ վրաս փագած է վրայս կսայր գինար կարծես։ Եվ ես այլևս ադանցը չէի։ Ադպես հաղթեցի, դերոջը ցայններ, որ կյանքիս մեծ զորություն տվավ։ Առանց այդ ցայնին ասպես պիտի դապկվիս ասեմ։ Եվ պիտի հուսախապելաս։ 5-րդ գետ, վերջին գետ, ինչու համար Աստծո ցայնը ես պետք ունի լսելու, որովհետև միան հոն է ուրախությունս եւ խաղաղությունս։ Եսայի 55:10-ն եթե գարտամ, քանզի ինչպես որ անցրևը ու ձյունը իջնում է երկնքից եւ հետ չեն դառնում այնտեղ, այլ որոքում են երգիրը, արկասափեր եւ ցլարձակ դարձնում են այն, սերմենտալի սերնացանին եւ հացուդողին, այնպես էլ գլինի իմպերանից դուրս եկած խոսքը, փերանից դուրս եկած խոսքը։ Նա աբարթուն չի վերադառնա ինձ մոտ, այլ գգադարի իմ փապակը եւ հաջողություն կունենա իմ բանում, ինչի համար ես ուղարկել եմ նրան։ Ասում է փերանեն ելած խոսքը, դες ինչ բդուղներ կփերեգոր։ Որովհետեւ դուք ուրախությամբ դուրս կգաք եւ խաղաղությամբ կառաջնորդվեք։ Թե ուրախություն, թե խաղաղություն։ Իմ կյանքիս մեջ պիտի սկսի դիրել, պիտի ունենամ, որովհետեւ Աստծո փերանեն ելած խոսքին համաձայն գաբրիմ։ Լերներն ու փլուրները ցնծությամբ պիտի բորտկան։ Եվ թաշների բոլոր ծառերը ծապ պիտի դան։ Դեսես ուրախություն կա։ Չէ՞։ Դու գնաս ամենադժվար օրերուտ մեջ գտնվիս, բայց ուրախությամբ լեցված լաս։ Խաղաղությամբ լեցված լաս։ Ուրիշները դակնու վրա, բայց դու խաղաղ ես, ինչու որով Աստծո ցայնը դիրած է մեջը։ Հիսուսի պես գելես հով փոթորիկը կսաստես եւ ադիգը հանդարտի։ Կամ նավագի մեջ կքնանաս նույնիսկ, որով խաղաղ ես։ Աստծո ցայնը
մեջը ատկան դպավորած լեցած է քեզի, որ փամը քեզի դուրսեն չի շարժեր, ներսեն զորացերս տունը զոցայնով, խաղաղությունով լեցված ես, ուրախությունով լեցա, գիշեմ կամ գներեք անցյալ շաբաթ էր, երբ էր, երբ գաղութեինք, եւ դերը խոսքը սա տշնամին նույնիսկ եթե ամոդնա քեզի տուն ասպես աչերը պիտի խնդաս սավ այսպես իր աչերը եւ տշնամին ինչ պիտի լայ դադեն գլուխը բադեբադ պիտի զարնե չէ՞ իցե ասոր ինչն եմ ավելի ուրախ կլա ինչն եմ ավելի խաղաղություն կունենա ինչն եմ ազոցայնով ինձ ինչապ վնաս կփերը չէ so Դավիթի պես եկեք շարժենք Հեսուի պես շարժենք Մոսեսի պես սխալ չնենք at մեկ սխալ իր գոչումը ամեն փոխեց Աստված ամեն մեկուդ համար գոչում ունի դված է Մեկը չի գա ասել որ գոչում չունիք Աստված ամեն մեկուն իր ճաշտոնը դված է իր թակավորության մեջ այն մեկը մեկ թիրք ունի բայց բոլորս ալ մեկ թակավորին ղեկավարին ցայնին պետք է լսենք եւ ղեկավարին ցայնով պիտի առաջնորդվենք Անցած շաբաթները խոսենք լեզուներու բարգեւի մասին եւ թարգմանության անցնենք, մեկնաբանության անցնենք, որովհետեւ թարգմանվի Սուրբ Օքին խոսածները, որ լսելի լգամ հասկանալի լա մեր մտքին։ So լեզուներով գնաս խոսել եւ նույն ադենալ դերոջը հետ այդպես հաղորդակցություն գազմես եւ ասես սա գանչե ինձ եւ քեզի պատասխան դիտա։ So գանչե իրեն թո պատասխան դա։ Շատ մեծ բաժարը, չասեմ մեծ, միակ բաժարը, որ Ազոցայինը չենք լսեր, որովհետև չենք հարցներ, չենք խնդրեր, չենք գանչեր։ So գաբրինք մեր կյանքը, մեր աչքին շիդակ երևցածովը, հետո գիշենք աղոթքի կմտնենք, կամ մեկ հատ գանչ մգնենք, ասես թաղին զայրեն Հիսուս, մեկը պատասխան չի տվավ, գցկենք կերտանք։ Բայց գիտենք Հիսուս ո՞ն է։ Որ դերտաս գանչես թուրը պիտի զարնես եւ թուրը պիտի բացվի քեզի։ Ամեն։ Խնդրողին պիտի դերվի։ Եկեք ոտքի գնանք։ Եվ ուզեմ այսօր հետեւյալը անենք։ Լեզուներով խոսենք, մեկնաբանություն ուզե, եւ ասե դերոջը դեր խոսե կուզարատ մեդիկ կնե, կուզարատ քեզի մեդիկ կնե։ Ես գուզեմ քու ցայնդ լսել հստակ եւ գուզեմ քու ցայնովդ առաջնորդվել դեր։ Տոլայի չերտի պարասուտարդակամի, մատ չերտի սորո չալա շերտի ալա սարտադիմ, Բարաթունե դա քայր վրետ շերդի ալայ քագե արցագե օվգյանոսը ովրոսո տա շերդիմ Եվ ճիշտ ինչպես Դեր Հիսուս դու ասեցիր դու գնես ինչ որ գտեսնես հայրը գնե Եվ գխոսես ան ինչ որ գլսես հայրը քեզ գսե խոսես նույն բանն են բանջում բոլորին համար այստեղ Բոլորիս համար, եկեղեցիդ համար, որովհետեւ եկեղեցիդ քու խոսքով շարժի եւ քու խոսքդ աբարտուն պիտի չվերաթարնա քու խոսքդ բդուղ պիտի դա եւ մեզի խաղաղությամբ եւ ուրախությամբ պիտի լեցնես տշնամին դիմաց տշնամին խայդարակ պիտնես մեր ոտքին դակ ես գաղութեմ որ մեր ագանչները գարենա զանազանել քու ցայնդ աս բոլոր աղմուկներուն մեջ տշնամին փերացայներուն Ավետարանիդ հագած ցայներուն ամեն ցայնի թեմ քու ցայնը թո զանազանելի դառնա ամեն մեկուս Մոսեսի պես սխալ չշարժենք հաբա Դավիթի պես դեր շիդակ շարժենք Հեսուի պես դեր քեզի կանք եւ հարցնենք ինչպես կուզես ինչ է խնդիրը ինչպես ես կնամ շարժիլ որ դու հայտնես եւ այդպես մենք լեցվինք եւ լեցնենք այս աշխարհը թո շերտի ալա սութարների չերդի ալա շարտականի վրա